միակ հարց ունեմ։ Երբևէ մտածել ես, որ որոշակի մարդիկ մեր կյանք գալիս են ոչ պատահաբար։ Անկախ նրանից նրանք կհեռանան թե չէ, նրանք հայտնվում են ամենաճիշտ ժամանակին։ Այո, ես կարծում եմ, որ պատահական չեն հայտնվում մեր կյանքում մարդիկ, նրանք հայտնվում են, ինչպես դու ասացիր, ճիշտ ժամանակին ու շատ հաճախ նրանք ասում են, այն ինչի կարիքը մենք ամենաշատը ունենք այդ պահին լսելու։ Ողջույն սիրելի դիտողներ, եթերում է Mystic Blog-ը եւ ձեզ հետ ենք ես, Մարիան եւ իմ Գայանեն, գոլեգա Գայանեն, այո։ ողջույն։ Հուսամ բոլորի տրամադրությունը շատ լավ է։ Մենք այսօր եկել ենք ու ուզում ենք մի հատ հետաքրքիր թեմա քննարկել ձեզ հետ։ Այսօր մենք խոսելու ենք մի բանի մասին, որ բոլորս գոնե մեկ անգամ զգացել ենք, բայց երբևէ չենք կարողացել կոնկրետ բացատրություն տալ այդ երևույթին։ Արդյոք պատահական են մարդիկ հայտնվում մեր կյանքում, թե ամեն ինչ ունի իր պատճառը։ Իսկ դուք հավատում եք, որ մարդիկ գալիս են ձեր կյանք ոչ պատահաբար։ Թե ամեն ինչ ունի իր ժամանակը եւ իմաստը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մարիա, իսկ կարող ես դու հիշել քո կյանքում ինչ-որ կոնկրետ դեպք այս թեմայի շուրջ։ Հա, իհարկե, այդպես դեպք եղել է ինձ հետ։ Ես օրինակ ունեցել եմ մի պահ, երբ շատ պատահական իմ կյանքում հայտնվեց մի մարդ ու փոխանցեց ինձ որոշակի ինֆորմացիա, ու ամենահետաքրքիրը այն էր, որ այդ մարդը հայտնվեց ամենաճիշտ ժամանակին ու այդ ինֆորմացիան երբ ինձ հասավ, շատ ճիշտ պահի հասավ։ Սկզբից շատ զարմացա, հա, այն որ sense ինչի համար այդ մարդը եկավ, ինձ տենց բան փոխանցեց, ինձ տենց բան ասեց, բայց իրականում շատ պիտանի ինֆորմացիա էր ինձ ասել, որը որ ժամանակ հետո հասկացա, թե ինչի համար էր ինքը դա ինձ ասել։ Այսինքն դա մեկ անգամ է, այդպես հանդիպում էր, ինչ որ։ Մի անգամ է, ես այդ մարդուն կյանքումս մեկ անգամ եմ տեսել, ընդամենը 5 րոպեով։ Ու անծանոթ էր նա։ Կիսով չափ էր ծանոթ, հեռակա, բայց նենց ստացվեց, որ այդ պահին ինֆորմացիայով փոխանակվեցինք եւ հետո ոչ ես եմ իրան տեսել, ոչ էլ ինքը ինձ, բայց այդ ինֆորմացիան ոսկու գին ուներ, այսպես ասած։ Այդպիսի դեպքեր լինում է շատ հաճախ, երբ որ մարդիկ նույնիսկ պատահական անցորդը կարա ինչ-որ մի հետաքրքիր մի բան ասի ու դա որոշակի դեր խաղա քո կյանքում։ Այստեղից մենք կարող ենք ասել, որ պատահականությունները պատահական չեն լինում։ Ես առհասարակ կարծում եմ, որ պատահականություններ չկան մեր կյանքում։ Ամեն ինչ ինչ-որ տեղի է ունենում, ինչ-որ կոնկրետ նպատակով, կոնկրետ միսիայով է։ Երբ որ մարդը հայտնվում մեր կյանքում, նա ունի կոնկրետ միսիա մեր կյանքում ինչ-որ մի բան փոխելու։ Մենք էլ պիտի կարողանանք օգտվենք այդ հնարավորությունից։ Այո, հենց այդպես որովհետև մարդը գալիս է ինչ որ դասեր տալու մեզ, այսպես կարող եմ ասել։ Ես միանշանակ համաձայն եմ այդ մտքի հետ, որովհետև մենք չգիտենք, երբ մարդ մեր կյանք գալիս է, ինչքան ժամանակ նա կմնա մեր կյանքում, բայց երբ նա գալիս է, պետք է դռները բացել, այո, բաց պետք է լինենք նոր հարաբերությունների համար։ Նոր ընկերության, նոր ծանոթության, նոր հարաբերությունների, եթե դրա կարիքը կա իհարկե, բայց դու պիտի հասկանաս, թե այդ մարդը ինչի համար է ուզում քո կյանք մտնի, ինչի համար է ուզում քեզ հետ մտերմանա, որովհետև փորձը ցույց է տվել, որ յուրաքանչյուր մարդ, ով մեր կյանք է գալիս, նա ինչ որ ուղերձ, միգուցե, չգիտեմ, ինչ որ դաս է փորձում տալ մեզ ու մենք միգուցե հենց այդ պահին դա չհասկանանք, միգուցե ամիսներ հետո նույնիսկ դա կա մեզ հասնի էլ այդ պատասխանը, բայց ամեն դեպքում յուրաքանչյուր մարդ ով գալիս է մեր կյանք, դա ունի իր որոշակի պատճառն ու նպատակը։ Այո, ես լրիվ համաձայն եմ Մարիայի հետ ու կարծում եմ, որ երաշխիքը մեզ ոչ ոք չի տվել, որ մարդիկ որ գալիս են մեր կյանք, պիտի հավերժ լինեն մեր կողքին մինչև մեր կյանքի վերջ, պետք է շատ հաճախ նկատեմ, որ մարդկանց մոտ լինում է դեպքեր, երբ որ իրանք կախվում են այդ հարաբերություններից ու սա չի վերաբերում միայն անձնական հարաբերություններին, դա կարող լինի ընկերություն, ընկերուհիների միջև, գործնական հարաբերություններ կարող են լինել, նույնիսկ բարեկամական հարաբերություններ։ Շատ հաճախ մեզ այնպես են դասիրակել, որ եթե մենք բարեկամական կապեր ունենք, պետք է այդ կապերը անպայման, այո, բայց դա այդպես չի։ Մենք կարող ենք ունենալ բարեկամներ, բայց այդ մարդկանց հետ ոչ մի ընդհանուր գիծ չունենանք ու մենք պետք է պարտավորված մեզ չզգանք։ Ու նաև երբ որ պահը հասունանում է, որ պիտի բաց թողնենք մարդկանց, պիտի փորձենք հանգիստ դրան վերաբերել, հասկանալով, որ այլևս մենք միմյանց կյանքում չունենք ոչ մի բան տալու, այսինքն այդ էներգիաների փոխարկումը տեղի չի ունենում մեր միջև եւ իմաստ պահելու եւ կախվելու այդ հարաբերություններից։ Շատ հետաքրքիր բան ես ասում, օրինակ ինձ այս բանին հետաքրքիր է այն միտքը, երբ մարդիկ օրինակ ամուսինները երկար ժամանակ, երկար տարիներ իրար հետ են ապրում, բայց գալիս է մի պահ, որ իրենք պետք է բաց թողնեն
իրար ինչ-ինչ պատճառներով։ Ցավոք թեմա է, արդիական, շատ, այո։ Հիմա ցավոք մեր օրերում բաժանությունները շատ մեծ հաճախականություն են ձեռք բերել ու նույնիսկ կարճատև ամուսնություններ են հիմնականում, այսինքն 2-3 տարի եւ մարդիկ հասկանում են, որ պիտի հեռանան իրարից։ Փաստորեն, որ ասում են любовь живет 3 года, это ճիշտ են ասում։ Մեր օրերում դա լավագույնս մաքսիմումն է, չէ։ Այո, այո։ Ցավոք սրտի, հա, ժողովուրդ, ինչքան կարաք քիչ բաժանվեք կամ գոնե ուշ ամուսնացեք, բայց երկարատև լինի, խելամիտ որոշում ու ընտրություն կատարեք, չէ։ Տենց ոնց կլինի։ 3 տարի իրար հետ են լինում, մենք զարմանում ենք։ Այդ առաջին 3 տարվա կրիզիսը այդպես էլ չի հաղթահարվում եւ մարդիկ որոշում են, որ լավագույն լուծումը դա բաժանությունն է։ Մենք արդեն թեմայից շեղվում ենք, Մարի, կարծես թե։ Դե ամեն դեպքում ամուսնական կոնսուլտանտ ենք դառնում։ Այդ ես չի կարա դա չասել, ամեն դեպքում դա շատ ակտուալ թեմա է, ամանավանդ մեզ մոտ դրա համար ասեմ գոնե մի 3 վայրկյան անդրադարձ անենք այդ թեմային։ Այո, ճիշտ է։ Եվ օրինակ քո կարծիքը ինչ են մարդիկ իրար բաց թողնում, արդյոք դա ճիշտ է, թե օրինակ ինչ ես դու կարծում դրա հետ կապված։ Ես կարծում եմ, որ եթե իմ անձնական փորձով կիսվելու լինեմ, ես բավականին հեշտ եմ բաց թողել մարդկանց, որովհետև ես կարծում եմ, որ եթե ինչ որ մեկը ցանկություն չունի իմ հետ շարունակելու հարաբերություններ ունենալ, եւ նորից եմ շեշտում, սա չի վերաբերում անձնական հարաբերություններին միայն, որովհետև շատ հաճախ նաեւ ընկերների հետ լինում այս դեպքը, հա, ցանկություն չունի կամ մենք միմյանց չենք տալիս այն ինչ որ ժամանակին տվել ենք այդ էներգիան կամ այդ ոգեշնչումը չես տանում դիմացինից, իմաստ չկա, պետք է բաց թողնել։ Եվ ես այո, ես այն մարկանցից եմ, որ կարողանում եմ շատ բավականին հեշտ բաց թողնել։ Մտածում եմ, հիշում եմ տվյալ մարդուն շատ հաճախ, այն օրերը, այո, որ մենք միասին ունեցել ենք։ Այսինքն այստեղից կարող ենք եզրակացություն անել, որ ամեն ինչ կապված է էներգիայի հետ։ Այո, ընդհանրապես ամեն ինչ։ Այսինքն եթե մարդկանց էներգիաները այդ խաղի մեջ չեն, էներգիաները, այո, չեն լրացնում, չեն տալիս, չեն ստանում, այսինքն էներգիան ի՞նչ է, դա պիտի ջերմացնի, չէ, դիմացինը, քեզ եթե sense ավելի մաչելի լեզվով ասեմ, այդ ջերմությունը եթե չկա, այսինքն ինչ որ sense օտարություն կա այլևս։ Իսկ որ պահին ես հասկանում, որ արդեն այն սկզբի էներգիան որ կար, այն drive-ը որ կար ձեր մեջ, մարել է։ Դե երբ որ արդեն չեմ զգում այդ անհրաժեշտությունը շատ հաճախ այդ մարդու հետ հանդիպելու օրինակ ինչ որ սիգվացի ինչ որ հիշողություններ եկան հա չգիտեմ երևի Դա ենթագիտակցությունը իր գործն անում է ինչքան էլ որ մենք փորձում ենք կառավարել մեր էմոցիաները այնուամենայնիվ մեր ենթագիտակցությունը այնպեսի մի հզոր գործիք է որ ինքը շատ հաճախ այսպես դուրս է հայտում որ մենք չենք կարողանում իրեն կառավարել Իսկ օրինակ քո կարծիքով դու չես կարծում որ մենք փորձում ենք ուղղակի իմաստ տալ այդ երևույթներին այսինքն ինքը ուղղակի պատահականություն է այդ մարդը գալիս է գնում է եւ մենք ենք փորձում ինչ որ խորը իմաստ գտնել դրա մեջ հա հասկացա հարցը հնարավոր է ինչ որ առանձին դեպքերի համար դա այդպես է որ շատ ենք մենք իրան ինչ որ արժեք տալիս բայց հիմնականում չէ այնուամենայնիվ մարդիկ ինչ որ դեր ունեն մեր կյանքում Այսինքն, որ ասում ենք մարդը պատահական է հայտնվել, դա պատահականություն չի։ Գուցե այդ պահին թվում է, որ ինքը պատահական է հայտնվել, բայց հետո որ անցնում են տարիները, ոնց որ դու նշեցիր քո խոսքում, գուցե տարիներ, մի որոշ ժամանակ անց դու հասկանում ես, փաստորեն, Էդ էր էլի, փաստորեն, այս սրա համար էր այդ մարդը եկել հասել իմ կյանք, որ այս ամեն ինչը ինձ ցույց տար, բացահայտեր ամուսնական հարաբերություններում, երբ որ մարդիկ ամուսնանում են, իրանք ունեն ամբողջ կյանքի համար պլաններ, միմյանց հետ երեխաներ, ընտանիք եւ այլն, ու հետո հանկարծ մի պահ մարդիկ զգում են այդ օտարությունը միմյանց նկատմամբ, ինչպես հայերեն լավ ասացված կա, սիրուցատելություն մի քայլ է։ Նաեւ հակառակը, չէ՞։ Ատելությունից սեր։ Հա, այնց էլ է լինում, հա։ Էդ էլ եմ տեսել, հա, դրա համար Հա, իրանք փոխկապակցված են իրար հետ։ Այո, կարա լինի։ Երբեմն նույնիսկ չես պատկերացնում, որ կոնկրետ անձի հետ դու կարաս ինչ-որ հարաբերություն ունենաս, բայց մեկ էլ տեսնում ես ինչ-որ բան ստացվում է։ Ես ուզում եմ մի հատ հարց ուղենք մեր հետևորդներին։ Դուք ինչ եք կարծում, արդյոք պատահականությունները պատահական չեն, թե գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, մեզ շատ հետաքրքիր է իմանալ, թե դուք ինչպես եք մտածում եւ ինչ վերաբերմունք կտաք այս հարցին։ Եթե կուզեք նաեւ ձեր պատմությունները գրեք, մեզ հետաքրքիր է, արդյոք այս կարծիքները, որ մենք հայտնում ենք, մեր հետ կիսողներ կան։ Այո։ Ես որ կիսում եմ, Գայ ջան, հիմա տեսնենք ելով է մեզ հետ կիսում նույն կարծիքը։ Բանակ ենք հավաքում մեր շուրջ, այս թեմայի շուրջ։ Քանի որ ես ու դու մի քիչ թե շատ
շատ թե քիչ։ Հասկացա։ Հասկացա։ Ակնարկը հասկացա։ Այդ միստիկ աշխարհին մոտ ենք կամ փորձում ենք ել ավելի մոտ լինել աստղերին, այնց աստղագուշակությանը, այդ միստիկ աշխարհին կարճ ասած, մենք այն մարդիկ ենք, որ փորձում ենք խորը իմաստ գտնել կամ իմաստավորել որոշակի, ասենք, դեպք, երևույթ, իրադարձություն, հա։ Եթե դու այդ ամեն ինչը ոնց որ ճիշտ անալիզ ես անում, դու դրա պատասխանը ստանում ես։ Ու ինչ որտեղ ես համամիտ եմ այն մտքի հետ, որ այս կյանքում շատ բաներ գծված է, այսինքն ճակատագիր կա ու որոշակի առումով դա նաև ազդում է այն դեպքերին, երբ ինչ որ մարդիկ են հայտնվում մեր կյանքում, իրադարձություններ է կատարվում մեր կյանքում ու ոնց որ մեկ-մեկ sense անպատրաստի է դա լինում, բայց все-таки ինքը ոնց որ վերևից նշաններ ունի ու այդ նշանների շնորհիվ է, չէ՞ դա իրականում։ Նկատի ունես, որ ճակատագիրն է նաև որոշում քո ընտրությունը, հա, ճիշտ հասկացա, այսինքն դու ինչ կընտրես, ում հետ կշփվես։ Հա, այսինքն կյանքը մեզ տալիս է ընտրություն, մենք ունենք այդ հնարավորությունը, որ ընտրենք, սա ենք ուզում, այս չենք ուզում, կամ հրաժարվենք, կամ միգուցե հետ քայլանենք։ Հա, բայց ամեն դեպքում, եթե ինչ-որ բան պիտի լինի քո կյանքում, դա միևնույնն է լինելու է։ Անխուսափելի է։ Անխուսափելի է։ Համաձայն եմ։ Այս մտքի հետ ես շատ համաձայն եմ, որովհետև ոնց էլ պատտվում ես, ոնց էլ փորձում ես խուսափես, օրինակ ինչ-որ մարդու հետ կապված, հա։ Միևնույնն է, թեկուզ ուրիշ մարդու միջոցով, ելի դու նույն սիտուացիայում ես հայտնվում, այսինքն դու ունես սովորելու մի բան, եւ մինչեւ դու այդ սիտուացիայում չհայտնվես ու չսովորես, չհասկանաս, թե ինչեր քեզ պետք սովորել, միևնույնն է, ինչքան էլ դու մեծանաս, քանի տարեկան էլ լինես, միևնույնն է կյանքը քեզ բերելու է կանգնացնելու այդ կետին, ինչեւ որ դու այդ խնդիրը քո ներսում չլուծես։ Այո։ Համել մենք շատ հաճախ մոռանում ենք, որ ասենք բաժանորդագրեք մեր էջին։ Հա, սրանց հետո կասենք։ Որտեվ այն երկուսում չգիտեմ, տենց բան։ Մի անգամ կարծեմ ես եմ ասել, բայց պիտի ասենք էլի, հենց սկզբից պիտի ասենք, հետո վերջում պիտի ասենք, դա կարևոր է։ Դա պետք։ Հիշացնենք էլի։ Լսեցիք։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, մենք անպայման։ Ձեր չէ, մենք նոր ենք են ծլում, ծախում, բարգավաճում իհարկե։ Եվ մենք ձեր աջակցության կարիք ունենք, ինչ խոսք, չենք թաքցնում մենք։ Всё, այս դնելու եմ, արդեն կարանք չասենք, որ բաժանորդագրվեն։ Այսինքն, բնական։ Ամփոփելով այս թեման, ուզում ենք նշել, որ պետք է ոչ թե պահել մարդկանց մեր կյանքում, այլ ուղղակի հասկանալ, թե որն է նրանց դերը եւ ինչու են նրանք ընդհանրապես հայտնվել մեր կյանքում։ Այո, մի կարճեք հարաբերություններից, թողեք, որ նրանք բնականon զարգանան, եւ եթե պահը հասունացել է եւ սպառել են հարաբերությունները, բաց թողեք մարդկանց ու պատրաստ եղեք միշտ նոր հարաբերությունների, նոր էմոցիաների, զգացողությունների, հավատացեք կյանքը շատ ավելի իմաստուն է եւ մեզ կտանի ճիշտ ճանապարհով, եթե մենք փորձենք մի փոքր վստահել եւ թողնենք այդ կոնտրոլ ասվածը, ամեն ինչ չի որ մեր ձեռքերում է եւ ամեն ինչ չի որ մենք կարող ենք կառավարել, այլ պետք է մի քիչ վստահենք կյանքին։ Մի քիչ, մի այսքան, չէ՞։ Որտեղ Մարիան ինքը սիրում է այդ կարգավորված, համակարգված, այո։ Համակարգվածությունը շատ լավ բան է, դա պետք է ամեն տեղ, բայց պրոդուկտիվ է դարձնում մեր գործողությունները։ Համակարգվածությունը, դիսցիպլինան շատ կարևոր է, բայց երբեմն իհարկե ես համաձայն եմ այդ մտքի հետ էլ, որ կարելի է մի քիչ թույլատրել այդ կոնտրոլը եւ ինչու ոչ, այդ բանին կարող են հրաշքներ տեղի ունենալ ձեր կյանքում։ Շատ ճիշտ բան ասաց, հրաշքներ, որովհետեւ երբ որ մենք ամեն ինչ փորձում են կառավարել են թաքնված իրուն պահերը ոնց որ սենց կորչում են, այո։ Նենց որ բաց եղեք նորին, նոր հետաքրքիր պահերին եւ ուղղակի վայելեք կյանքը, չէ՞ որ ինքը միակն է։ Իր բոլոր գույներով, կլինեն դժվար պահեր, կլինեն հեշտ, թեթև, ուրախ պահեր, դա կյանքն է ու մենք պիտի պատրաստ լինենք եւ տխրությանը եւ ուրախությանը։ Այո։ Ինչպես կասեր դաշնակահարը նոտաներով տարբեր սև ու սպիտակ։ Այո։ Այսօրվա եթերը այսքանն էր։ Հուսով ենք, որ հետաքրքիր էր ձեզ թեման ու անպայման սպասում ենք ձեր արձագանքներին։ Մեզ համար շատ հաճելի է մտածել ինչ որ նոր հետաքրքիր թեմաներ ձեզ համար քննարկել ձեր հետ միասին։ Հա, իհարկե։ Մեզ թեմաներ առաջարկեք, ինչ թեմաներով կուզենաք, որ մենք խոսենք, զրուցենք, քննարկենք, կիսվենք մեր կարծիքով եւ ընդհանուր գլոբալ հասարակության կարծիքով։ Այո։ Սպասում ենք։ Սպասում ենք։ Բաժանորդագրվեք եւ լայքեք։ Լայքեք եւ բաժանորդագրվեք։ Արի երկուսով լայքենք, որ տեսնենք ոնց են անում։ Լավ է։ Всё?
Всё, անջատում եմ կամերաները։ Չէ, հիմա կարող քնեմ։ Լավն է։ Այս ինձ էս եթերը ավելի դուր եկավ մնան։ Ժողովուրդ, ես մոռացա նշեմ, որ ես ու Գայան ձեր համար, հատուկ ձեր համար, այս կոնտենտի համար iPad ենք առել։ Մեկն էլ չէ, երկուսը։ Այո։ Ասեմ այս դժվարություններով, որտեղ այն երանգը, որ Մարիանն է նախընտրում, քաղաքում չկար։ Այո, ես դրած 2 շաբաթ ման եմ եկել այս կապույտ iPad-ը եւ ապրեն են մարդիկ, ովքեր գտան սա ինձ համար։ Շնորհակալություն։ Հուսով եմ իրանք էլ կբաժանորդագրվեն մեր էջի։ Այո, բաժանորդագրվեք, դուք iPad եք ծախել, ես ձեր տեխնիկայով աշխատում։ Գեղեցիկ վիդեոներ ենք նկարում։ Այո, մոնտաժում։ Շոշափում ես։ Բայց նայեք, ցենց են որ գովազներ են, չէ՞։ Պետք է դու բան unboxing անեիր։ Այո, եզերական։ Պրեսանապսա։ Steve Jobs-ը բանում Steve Jobs ուրես։ Steve Jobs-ը վկա։ Նայ, Ինքը երջան եկա, որ այն ինչ որ ինքը ստեղծել է, մենք այսօր ինչա որս։ վայելում ենք, Պատկերացնում ես ամեն օր ու դեռ վաճառում։ կվայելենք։ Մարդ տենց պետք է ապրի, էլի, որ իրանից հետո Մենք որ մեռնենք մեր վլոգը անպայման կնայեք ժողովուրդ։ որ մենք ընդեղից տեսնենք Լիարնը Ուրախանյան։ Մենք հաստատ կնայենք, մենք տիեզերքի հետ հեսա կապեր ենք հաստատ։ Միանշան։ Արդեն վաղուց հաստատված է։